Բարև բոլորին, ես Արայիկն եմ, ով առաջի անգամ ասեմ, որ դուք միացել եք վիրտուալ խորհրդարանին եւ ինչա դա, հեսա ես կասեմ ինչա, ինչի համար միանաք, սա ինչ գաղափար է, սա ոչ թե միայն էջա, այլ ուղղակի պարզ մի գաղափար է, որին միանալով դուք ինչ եք ստանում, ասեմ, միանալով այս գաղափարին առաջին հերթին մասնակցեք քվեարկությունները եւ դուք կտեսնեք, թե ժողովուրդը կլսեք ժողովրդի ձայնը։ Ինչ եք ստանում միանալով։ Ինչու պետք է միանան մարդիկ, ինչու պետք է մարդիկ միանան եւ կստանան թե իրենք եւ ինչ կստանա թե իրենք, թե պետությունը։ Մարդու շահը, ինչ է ստանում նա անձամբ։ Այսինքն, եթե դու միանում ես վիրտուալ խորհրդարանին, ինչ ես անձամբ դու ստանում, որ միանում ես։ Առաջինը, կառավարության վրա իրական ազդեցություն։ Որն է դա։ Առաջին անգամ քաղաքացին իրականում որոշումներ կկայացնի, այլ ոչ թե պարզապես քվեարկի մեկ անգամ 5 տարին մեկ։ Այսինքն դու սկսում ես մասնակցել քվեարկություններին, դու իրավունք ունես ներկայացնել քո օրինագծերը, գաղափարները, խնդիրները եւ ժողովրդի հետ միասին քննարկելով որոշումներ կայացնել քվեարկության միջոցով։ Քո ձայնը կունենա իրական ուժ, դու կկարողանաս վերահսկել, թե ինչպես են ծախսվում քո հարկերը։ Այսինքն մենք գնում ենք նրան, որպեսզի ամեն ինչը դառնա թափանցիկ կառավարություն, իշխանությունը վերադառնա հասարակությանը, ժողովուրդը կառավարի իր պետությունը։ Երկրորդ, արդար բյուջե, գումարները կուղարկվեն ժողովրդի կարիքներին, ավելի բարձր թոշակներ, ավելի լավ բուժ սպասարկում, աշխատատեղերի ստեղծում, այսինքն ամեն ինչը կդառնա թափանցիկ ժողովրդի կողմից վերահսկելի։ Ժողովուրդը ինքը կորոշի, թե իր հարկերը որ ուղղությամբ ծախսվի, ինչ ծրագրերի վրա։ Երրորդ, ապահով ու զարգացած երկիր։ Պետական փողերի մսխում կդադարի եւ դրանք կծառայեն հասարակությանը։ Այսինքն, եթե թափանցիկ դառնա, ավտոմատ կոռուպցիաներ կվերացնենք, կհայտնվի համակարգ, որը թույլ չի տա նոր կոռուպցիա։ Տնտեսությունը կզարգանա, քանի որ գումարները կաշխատեն երկրի ներսում։ Այսինքն ժողովուրդը հենց կաշխատի իր բարգավաճման, իր բարեկեցության, երբետության հզորացման վրա։ Ապահովություն առանց մորալու։ Այսինքն ոչ մեկին չէ, ոնց որ հիմիկվա մեր ներկայիս մեր թոշակառուները ոչ մեկից չեն մորալու, որպեսզի այս ճգնաժամի մեջից ոնց ելնեն։ Հիմա իրականում մեր թոշակառուները շատ ծանր իրավիճակում են։ Հենց ստացած թոշակը չի բավարարում ոչ հացին, ոչ կոմունալ ծախսերին, ոչ բժշկական հարցերին։ Իսկ այս դեպքում դուք ապահովություն եք ստանում առանց մորալու որևէ մեկին։ Պետական ծրագրերը կմշակվեն այնպես, որ ամեն քաղաքացի ունենա արժանապատիվ կյանք։ Պետք չի լինի նաև պաշտոնյաների հույսով, պետք չի լինի նաև պաշտոնյաներին հույսով, որ նրանք երբևէ կբարելավեն վիճակը։ Այսինքն ժողովուրդը կորոշի, թե ոնց պետք է մեր թոշակառուները ապրեն, իրանց քվեարկությունների միջոցով ինքը կորոշի, հասարակությունը կորոշի, թե ինչքան թոշակ է ստանում, այլ ոչ թե մի խումբ մարդիկ կամ մի հոգի, թե մեր թոշակառուն ոնց պետք է ապրի։ Դա մի օրինակ եմ ասում, դա նաև կարող մեր բոլոր խնդիրները այս հասարակությունը իր քվեարկությունների միջոցով լուծումներ տա։ Հինգերորդ, հասարակության հարգանքը քո կարծիքի նկատմամբ։ Այսինքն դու դառնում ես ոչ թե այն բութ գործիքը, որը հիմա ոնց որ ասած սաղ կյանքդ աշխատում ես հարկեր ես մոծում, այլ դու դառնում ես հենց որոշողը։ Դու ես պետության այն մի մասնիկը, որը որոշելու է, որոշում կայացնելու, թե ինչպես է օրինակ խոսքի թոշակառուն ինչքան գումար ստանա։ Պետությունը կսկսի հարգել քեզ, քանի որ դու ես վերահսկում որոշումները։ Ինքդ կզգաս, որ քո ձայնը վճռորոշ է։ Այսինքն իրականում քո ձայնը իրականում դառնում է քո քվեն վճռորոշ մեր պետական հարցերում, տնտեսական հարցերում եւ բոլոր հարցերում, ինչ վերաբերում է մեր հասարակությանը, մեր պետությանը։ Պետության շահը, ինչ է ստանում պետությունը։ Եթե մենք
ստեղծում ենք այս համակարգը, առաջերտին կայունություն, այսինքն ժողովրդի համախմբումն է։ Եթե ժողովուրդը համախմբում է վիրտուալ խորհրդանում, ստեղծում է կայունություն, վստահություն ժողովրդի կողմից։ Եթե համախմբում ենք, ուրեմն դառնում ենք մի բանականություն, բոլորիս բանականությունը համախմբվում այս դաշտում, այս հարթակում եւ կայացնում է քաղաքակիրթ որոշումներ քվեարկությունների միջոցով։ Երբ մարդիկ տեսնեն, որ պետությունը ծառայում է իրաց, այլ ոչ թե մի խումբ գործիչների, այսինքն դուք ձեր գումարներով, ձեր որոշումներով կտեսնեք իրականում, որ ոչ թե մի խումբ մարդիկ են այս ամեն ինչից օգտվում, այլ ընդհանուր հասարակությունը, ժողովուրդը։ Կառույցյան կնվազի, իսկ բյուջեն կծախսվի խելամտորեն։ Այսինքն ժողովուրդը կորոշի իր բյուջեն ոնց ծախսի։ Պետության հանդեպ վստահությունը կաճի եւ հեղափոխություններ ու անկայունություն այլևս չեն լինի։ Այսինքն եթե ժողովուրդը համախմբվի, ոնց որ հիմա պարակտված է, չէ, ամեն մի քաղաքական ուժ քաշում է իր կողմը, այս իրավիճակում ընդհակառակը ժողովուրդը համախմբվում է մի հարթակում եւ բոլոր խնդիրները, ինչ որ կա իր օրակարգում, ինքը հանում է օրակարգ եւ քվեարկությունների, քննարկումների միջոցով այդ խնդիրների բոլորը լուծում է տալի։ Այսինքն դառնում է քաղաքակիրթ բոլոր խնդիրների լուծումը քաղաքակիրթ մեթոդով է անում։ Ավելի ուժեղ տնտեսություն, բյուջեն կծախսվի նոր աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման եւ այլ ոչ թե անիմաստ պարգևավճարների եւ կառույցների վրա։ Ներդրողները վստահ կլինեն, որ փողերը կաշխատեն եւ այլ ոչ թե կգործեն։ Երրորդ, ավելի արդյունավետ պետական համակարգ։ Կկրճատվեն ավելորդ պաշտոնյաները, որոշումները կլինեն թափանցիկ եւ քաղաքացիները կկարողանան վերահսկել, թե ով է ինչ է անում։ Իրականում կփոխվի հենց կառավարման համակարգը, կդառնա ամեն ինչը թափանցիկ ժողովրդի կողմից։ Ժողովուրդը արդեն ինքը ամբողջովին համ կվերահսկի բյուջեն, համ կառավարումը, պետության, օրենքների ընդունումը, բաշխումը։ Չորրորդ, գրագետ ու համախմբված հասարակություն։ Երբ քաղաքացին հասկանում է, որ իր կարծիքը որոշիչ է, նա ավելի պատասխանատու է վերաբերում պետությանը։ Արտագաղթը կնվազի, ոչ միայն կնվազի, այլ կկանգնի։ Մարդիկ կցանկանան մնալ, քանի որ կզգան իրենց մասնակցություն։ Այսինքն, եթե մարդը իրականում դառնում է որոշիչ, նա էլ ոչ միտեղ չի է, իրան ամենալավ միջավայրը հենց կդառնա մեր երկրի ներսում ապրելը, որտեղ ինքը դառնում է արդեն որոշողը, կառավարիչ է պետության։ Պետության անվտանգությունը։ Ինչպես այս ամենը կբարձրացնի երկրի պաշտպանունակությունը։ Առաջին, ազգային միասնություն, թշնամիների դեմ ամուր պետություն։ Եթե իրականում մենք համախմբվում ենք, մենք ազգովի դառնում ենք մի բանականություն, մի ուղեղ, մի որոշում ենք կայացնում բոլորով, դա ցույց է տալի, որ մենք իրականում մի հատ համախմբված հենց բռունցք ազգ ենք դառնում, որը ոչ մի պետություն, ոնց որ ասած, վեճ չի անի մեր վրա որևէ հարձակում կամ որևէ մի սադրանք կատարի, որովհետև իր դեմը կայնացնելու մի հատ համախմբված ազգ։ Երբ հասարակությունը վստահ է, որ պետությունը ծառայում է իրեն, այն դառնում է ուժեղ եւ անխոցելի։ Չի լինի ներքին պառակտում, որը թշնամիները կարող են օգտագործել։ Իրականում մեր ներկա անցյալը ցույց է տալի, որ այս պառակտումների հիման վրա մենք համ կորցրեցինք Արցախը, համ այս պառակտումների պատճառով այս անարդարությունն է մեր պետության մեջ, ոնց որ հիմա է, եւ այլ շատ խնդիրներ։ Իսկ վիրտուալ խորհրդանը այդ ամենը, ոնց որ ասած, հաղթահարում է եւ ժողովրդի համախմբումը բերում է մի նոր քաղաքակիրթ կառավարման մոդելի, որտեղ մարդիկ
իրանց քաղաքակիրթ քվեարկությունների միջոցով ծրագրավորում են իրանց ապագան, ծրագրավորում են իրանց պետությունը, թե ինչպես պետք է լինի, ծրագրավորում են իրանց տնտեսությունը, իրանց բյուջեն, իրանց դատական համակարգը, ֆինանսական համակարգը, այսինքն ստեղծում է մի նոր համակարգ, որի գլխին հենց կայնում է քաղաքացին, ամբողջ հասարակությունը։ Մարդիկ կզգան, որ իրենք են պետության իրական տերերը եւ իրենց շահն է պաշտպանել այն։ Բյուջեն, երկրորդ, բյուջեն կողմի երկրի պաշտպանությանը, այլ ոչ թե գրպաններին։ Պաշտպանական ծախսերը կլինեն թափանցիկ, արդյունավետ, այլ ոչ թե գաղտնի գործարքների զոհ։ Այսինքն գաղտնիությունը մեր ամենաուժեղ զենքը կդառնա թափանցիկությունը։ Մենք ինչքան թափանցիկ կլինենք, այնքան անխոցելի կդառնանք։ Կվերանա զենքի գնման մեջ արվող չարաշահումները, ինչը թույլ կտա ավելի զինված բանակ ունենալ նույն բյուջեով։ Երրորդ, տնտեսական հզորությունը, երկրի անվտանգության հիմքերը։ Առանց ուժեղ տնտեսության չի կարող լինել ուժեղ բանակ։ Եթե երկրի հարստությունը մնում է երկրի ներսում, բանակը ավելի լավ զինված եւ պատրաստված է լինում պաշտպանությանը։ Ներգաղթը կփոխարինվի արտագաղթին եւ երկիրը կունենա ավելի շատ աշխատող հարկ վճարող քաղաքացիներ։ Ժողովուրդ ջան, վիրտուալ խորհրդանը հենց սա է։ Սա ոչ թե ոնց որ ասած ֆանտաստիկա է, սա ոչ հեծանիվ չենք իրագորել 80,000 ստեղծում։ Սա ամեն ինչը տարբեր երկրների փորձերից վերցրված օրինակներ է, որը այս ամենը համախմբելով մենք իրականում ստեղծում ենք մի հատ հզոր պետություն եւ բարեկեցիկ քաղաքակիրթ քաղաքացի։ Չորրորդ, պետության հեղինակության աճն աշխարհում։ Երբ հասարակությունը վստահ է իր իշխանությանը, պետությունը ավելի ուժեղ դիրքեր կունենա միջազգային ասպարեզում։ Իհարկե, եթե ամբողջ ազգը համախմբի, դառնա մի հատ հավաքի այդ ամբողջ բոլորի բանականությունը մի հարթակում ու որոշումներ կայացնի, դա սա կստեղծի մի հատ հզոր պետություն։ Ոչ մի այլ երկիր չի կարող թելադրել իր կարգը ժողովրդի վրա հիմնված պետությանը։ Արտաքին ուժերի ազդեցությունը կնվազի, քանի որ երկիրը կկարողանա ինքնուրույն որոշել իր քաղաքականությունը։ Այսինքն մենք բոլորովս իրար հետ մենք կորոշենք մեր պետությունը ինչ ուղղությամբ գնա, թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը։ Սրանից եզրակացություն, եթե մարդիկ միանան, ապա անձամբ իրենք կունենան ավելի լավ կյանք, բարձր եկամուտ, առողջապահություն, վերահսկողություն սեփական պետության վրա։ Պետությունը կդառնա կայուն, հզոր ու զարգացած առանց կոռուպցիայի, տնտեսական անկման ու անարդարության։ Երկրի անվտանգությունը կուժեղանա, քանի որ բյուջեն կծառայի բանակին, ոչ թե պաշտոնյաների շքեղությանը, իսկ ժողովուրդը կդառնա իշխանության իրական տերը։ Հիմա յուրաքանչյուրը ունի հնարավորություն դառնալու այս փոփոխության մասը։ Դրա համար հիմա միացեք վիրտուալ խորհրդանին, մասնակցեք քվեարկություններին, որպեսզի ստեղծվի մեր հասարակության ձայնը, որոշումները եւ պահանջները։ Մենք քվեարկությունների միջոցով ստեղծում ենք մի նոր համակարգ, որտեղ մենք ուզում ենք ապրենք։ Սա յուրաքանչյուրի համար ֆունդամենտալ փոփոխություն կլինի, եթե այս համակարգը ներդրվի մեր պետական կառավարման մեջ, սա ֆունդամենտալ կփոխի յուրաքանչյուրի կյանքը։ Յուրաքանչյուրը կսկսեք ավելի բարեկեցիկ ապրել, ավելի քաղաքակիրթ ձևով, ավելի քաղաքակիրթ։ Պետությունը կհզորանա։ Դրա համար շատ կարևոր է ձեր յուրաքանչյուրի կարծիքը, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, ինչ եք մտածում այս գաղափարի մասին, թե ինչ կստանանք, ուր ենք գնում։ Եվ մեկ էլ ուզում եմ խոսամ թոշակառուների մասին, որ հիմա օրակարգում թոշակառուների հարցն է,
Եվ արդեն թոշակառուների պահանջ արդեն քվեարկությունների 829 հոգի քվեարկությանը մասնակցել են, որից 95%-ը քվեարկել է այո, հիմա պահանջը ներկայացնի առաջին թոշակառուների նվազագույն շեմի բարձրացում, երկրորդ անվճար բժշկական ապահովագրություն թոշակառուների համար, երրորդ թոշակների ինդեքսավորում ըստ գների աճի և տնտեսական վիճակի, չորրորդ բյուջեի արդար վերաբաշխում պետական ճոխ ծախսերի կրճատում, հինգերորդ հանրային վերահսկողություն բյուջեի վրա թափանցիկության ապահովում։ Սա պահանջն է, որը արդեն քվեարկել է մեծամասնությունը, որից 95%-ը արդեն այո է քվեարկել, թե ինչ են պահանջում, որպեսզի մենք կարողանանք լուծել թոշակառուների հարցը։ Շատ մարդիկ շատ ծանր վիճակում են, իրականում այդ գնով հնարավոր չի ապրել, այդ թոշակով ինչ-որ ստանում են։ Հիմա այս պահանջների հետ համատեղ վիրտուալ խորհրդարանում նաև տրվել է այս խնդրի լուծման մոդելը, ոնց է այս խնդիրները լուծվելու։ Եվ այս ճիշտ ասած ես արդեն ուղարկել եմ մոտ 3 շաբաթ է կառավարությանը, բայց դեռ մինչև հիմա պատասխանը չկա։ Ինչպես կառավարությունը կարող է լուծել այս խնդիրները։ Պետական ապարատի օպտիմալացում, նախարարությունների, վարչական մարմինների, ոչ չարդարացված հաստիքների կրճատում, պաշտոնյաների, պարգևավճարների և ծառայողական մեքենաների սահմանափակում, խնայված գումարները ուղղելով սոցիալական ծրագրերին, կոռուպցիոն հոսքերի վերացում, փողերի անարդյունավետ ծախսման կրճատում, պետական բյուջեի վերահաշվարկ, սոցիալական ոլորտի համար ավելի մեծ տոկոս հատկացնելու համար, և վերջինը հանրային քվեարկությունների ներմուծում բյուջեի բաշխման մասին որոշումներ ընդունելու համար։ Այսինքն հասարակության այս մի մասը քվեարկությունների միջոցով նա տվել է այս խնդիրների լուծման մոդելը, որը սա վերջնական լուծում է տրվում, որը երկարատև արդեն ինքը չի բարձրացնի այս խնդիրը։ Ամենաառաջին խնդիրների լուծման մոդելը դա հասարակության այս մասը գտնում է, որ պետք է լինի վերահաշվարկ, եւ այդ վերահաշվարկը պետք է անի հասարակությունը իր քվեարկությունների միջոցով։ Եվ դրա հետ համատեղ նա պետք է պետությունը պարտավոր է այս հանրային քվեարկությունների այս հավելվածը ստեղծվի, որի միջոցով մեր հասարակությունը կարողանա իր խնդիրները լուծի։ Եվ սրանք կողմ են 95%-ը։ Ճիշտ է, 829 հոգի են, բայց արդեն դա նշանակում է, որ հասարակության մի մասը տեսնում է այս խնդրի լուծման մոդելը ոնց է լինելու։ Դրա համար որ առաջի անգամը ես կարճ ներկայացրեցի, թե ինչ եք ստանում, դրա համար ամենը հասկանալու համար առաջի հերթին մտեք քվեարկությունների բաժին եւ ծանոթացեք, թե մարդիկ ինչի շուրջ են քվեարկում եւ ինչ որոշումներ են կայացնում եւ ինչպես են տեսնում իրենց ապագան։ Այսինքն քվեարկությունների միջոցով ծրագրավորվում է մեր բոլորիս ապագան։ Մենք բոլորով քվեարկությունների միջոցով ծրագրավորում ենք ապագան եւ մեր եւ պետության։ Սա մի նոր կառավարման մոդել է, նոր տեխնոլոգիաների միջոցով։ Մեր ներկա համակարգը չի ներկայացնում ժողովրդի պահանջները։ Սա եմ ես առաջարկում բոլորիդ։ Սա նոր քաղաքակիրթ կառավարման մոդել է։ Հարցեր կան, որ մարդիկ ասում են 20% մենք այսօր էր մի հատ կին էր գրել, որ մեր հասարակությունը պատրաստ չի դրան, 20% մենք ավելի շատ ոնց որ ասած գրագետ մարդիկ ունենք, քան թե ամբողջ հասարակությունը
այդ ոնց պատահեց, որ մենք հենց ընտրությունների ա լինում 100%-ը դառնում է գրագետ, իսկ հենց վերաբերում է, որ ամեն օր պետք է մասնակցի պետության կառավարմանը, դառնում են անգրագետ։ Սա ճիշտ չի, սա ճիշտ որակավորում չի։ Մենք ընդհանրապես ստեղծում ենք մի գործիք, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի մասնակից լինի իր առաջինը իր ապագայի կառավարմանը եւ իր միջավայրի եւ իր պետության։ Սա բոլորի իրավունքն է, սա ժողովրդավարություն է։ Չի կարա մեկը որոշում կայացնի բոլորի տեղը։ Բոլորն էլ իրավունք ունեն որոշում կայացնել։ Բա ժողովուրդ ջան, դրա համար ես համել ասեմ, որ մոտ 2 շաբաթ չի ելնում, վիդեոներ չի անում, ճիշտ ասած, էլի ձեզանից է ուզում ոնց որ ասած ձեր կարծիքները տեսնեի ինչ է, ոնց եք, ինչ եք արտահայտվում։ Հետո հա, ասեմ մեկտեղ արդեն մենք շուտով այս ամենը ոնց որ ասա վիրտուալ աշխարհից կտեղափոխվենք գործնական, մենք այս պահանջը ինչ որ արդեն ընտրվել է քվեարկությունների միջոցով թոշակների բարձրացման հարցով, մենք արդեն կմտնենք գործնական փուլ իրականում եւ կսկսենք մեր գործնական ակցիաները եւ խնդրեի բոլորիդ, ով որ մասնակցել է, ով կուզենա մասնակցի, թող մեկնաբանություններում գրի, որ իրականում պատրաստ է մասնակցելու։ Մենք եթանք արդեն կառավարության շենքի դիմաց, որտեղ ինչի համար, որտեղ կառավարությունը չի պատասխանում մեր ուղարկած նամակների պատասխանը չի տալի, մենք արդեն ոնց որ ասած ճարահատված մեզի կառավարությունը ստիպում է, որ մենք անցնենք գործնական քայլերի, ճիշտ էլի քաղաքակիրթ, առանց օրենքը խախտելու, մենք ակցիաներ ամեն օր կսկսենք արդեն կազմակերպելը, որպեսզի թոշակների հարցը լուծվի եւ այս պահանջները ինչ ներկայացված են եւ դրա խնդիրների լուծման մոդելը կատարվի։ Սա արդեն հասարակությունը կտեսնի, թե մենք ինչ ենք անում, թեկուզ քիչ ենք, բայց արդեն կտեսնի ինչ ենք անում եւ ինչ ճանապարհով ենք ուզում այս խնդիրները լուծենք։ Սա մենք հիմքը կդնենք արդարությանը եւ ինձ թվում է, որ բոլորն էլ բոլորը կմիանան այս շարժմանը, այս ակցիային, որտեղ սա սկիզբն արդարությանը բոլորի համար։ Սա բոլորի կյանքը բարեկեցիկ սարքի եւ բոլորն է մասնակից կարան դառնան մեր ապագա պետության կառուցմանը, նոր համակարգի կառուցմանը։ Դրա համար խնդրեմ ակտիվ եղեք, ով մասնակցելու է, մոտակա ժամանակ ես արդեն համ ծրագիրը ձեզի կներկայացնեմ, թե ինչ գործնական քայլերով ենք անելու։ Մենք ամենը անելու ենք քաղաքակիրթ, ոչ մի օրենք չենք խախտելու, միայն քաղաքակիրթ։ Կներկայացնեմ ծրագիրը, թե ինչ քայլեր պետք է կատարենք եւ կսկսենք։ Դրա համար գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, շատ կարևոր է։ Շատ կարևոր է գաղափարի համար գրեք ձեր կարծիքը, իրոք դուք համաձայն եք, որ մենք նոր կառավարման մոդել դնենք, որտեղ առաջինը հիմքը լինի արդարությանը, բոլորիս համար։ Թվային կառավարման միջոցով, քվեարկությունների միջոցով մենք կառավարենք մեր երկրի բյուջեն։ Ճիշտ է, սկզբից դա կլինի խորհրդատվական, մենք չենք ոնց որ ասած մեր պետական ինստիտուտներին ոնց որ չենք ուզում քանդենք, այլ սկզբից կդառնա խորհրդատվական համակարգ,
պետության համար, կառավարման համար, հետագայում քիչ-քիչ, ոնց որ ասած, ներկբեռնվի մեր պետության կառավարման մեջ։ Եթե կարճ ասեմ, սա է ծրագիրը, որպեսզի բոլորս ժողովուրդ բոլորս կարողանանք արդար միջավայրում ապրենք, իրար հետ համերաշխ ապրենք, համախմբված ապրենք, իրար հարգենք, սիրենք։ Դա եմ ես կամենում բոլորիս, ու ես դա եմ տեսնում որպես մեր ապագա, եթե ներկա պայմաններում մենք տենում ենք ինչ է կատարվում, ինչ պարակտված ազգ ենք, այս անցած մեր խնդիրներով, մեզ ցույց է տալի, որ մենք շատ շտապ արագ քայլեր պետք է կատարվի, որ այս խնդիրների լուծման ձևերը գտնվի։ Ես առաջարկում եմ իմ մոդելը, որը բոլորիս համար համարդարություն կբերի, համ բարեկեցություն, պետությանն էլ հզորացում։ Աշխարհում էլ մենք կդառնանք հզոր մի ուժ։ Լավ, այսօր այսքանն եմ ուզում ասեմ, կձգտեմ էլի ամեն օր հելնեմ, հետի ավելի շատ կախված է ձեր ակտիվությունից։ Ես ուզում եմ բոլորդ գրեք իրականում դուք հասկանում եք ես ձեզ ինչ եմ առաջարկում։ Մենք ինչ ուղով ենք գնում, ինչ ենք ուզում ստեղծենք։ Դա շատ կարևոր է ինձ համար, որպեսզի հասկանանք մենք ինչ ենք անում միասին։ Ով միանում է գաղափարին, այսինքն միանում է շարժմանը, դառնում է ակտիվ կառավարիչ։ Դա համար խնդրում եմ գրեք։ Շնորհակալություն։